ինձ ասում է, Տեր Հայր ասում է, բայց ինչու չեք սովորեցնել մեր ժողովրդին, որ հա հայր մեր աղոթքի ժամանակ պետք է սա արվի կամ նարվի։ Գիտեք, բաներ կան, որոնք որ չենք սովորում մենք, որոնք մենք պետք է արդեն սովորած լինեինք այս դարերի ընթացքում։ Արի տինում է տարբեր տեղերում, ես հանդիպում եմ նաև քրիստոնեական այլ հարանվանություններում հավատացյալների հետ եւ տեսնում եմ, ինչպիսի մոլեռանդությամբ, ինչպիսի նախանձախնդրությամբ են մտնում մարդիկ իրենց եկեղեցին։ Աղոթքով եւ աղոթելու համար։ Ինչու համար, որովհետեւ Տերը ասում է, քո հավատքը քեզ պիտի ապրեցնի։ Մենք մեր հավատքը վաճառում ենք, սիրելի հավատացյալներ։ Եվ անկախ նրանից միշտ միջև առ այսօր, գոնե 43 տարի ես հոգևորական եմ արդեն։ Եվ 43 տարի շարունակ ես այդ մասին ասել եմ։ Եվ անընդհատ ես ասում եմ, բայց նորից հիշում եմ, թարգմանիչ վարդապետներն են թարգմանել, ես էլ կարդացել եմ, լսել եմ։ Այնտեղ ասում է, ով ականջ ունի լսելու, թող լսի։ Արդյոք մենք լսում եւ կատարում ենք, չէ, այդպես չէ։ Մենք անում ենք այնպես, ինչպես որ ուզում ենք, ինչպես մտածում ենք, որ այդպես ճիշտ կարող է լինել։